Հայաստանում որ նախարարի աշխատանքից եք գոհ։ Ընդհանրապես այդ անձնակազմին պետք է հավաքեն ու տանեն շփրտեն։ Ես բոլորից գոհ եմ։ Բոլոր նախարարներից գոհ եմ։ Ես դժգոհ եմ։ Դե որտեղ աշխատանքը չի երևում։ Ոչ մեկից էլ գոհ չեմ։ Ես չեմ ճանաչում ոչ մեկի որ գոհ եմ։ Ասեմ, ես չեմ ճանաչում ոչ մեկի որ գոհ եմ։ Ինչի՞ պիտի գոհ լինեմ։ Դու գոհ վարչապետի հետ աշխատանքից գոհ լինի ժողովուրդը։ Նախարարներ կան։ Եթե վարչապետի աշխատանք գոհ չի, նախարարը ինչ պիտի անի։ Հայաստանում որ նախարարի աշխատանքից եք գոհ։ Ոչ մի։ Սա հիմնված է ստի վրա։ Մենակ երազացույցով որ խոսում են, բոլ աբիշատ են ունում, բայց տակը ոչ բան չկա, ժողովրդի ապրելակերպը ամեն ինչը գնում են երկև։ Հարգերը, նալոգները, то չգիտեմ շտրաֆները, то ամեն ինչ։ Ահա որ վիճակը Հայաստանում։ Այդքան բան։ Հայաստանում այսօր իշխանության գլխին նստած է մի խումբ, որը Հայաստանի դեմ է աշխատում։ Ինչպես կարող եմ գոհ լինել։ Աշխատում են թշնամու համար։ Ռուսաստանի գլխավորությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի այս երեք թշնամի պետության համար են աշխատում։ Դրանցից ինչպես կարող են գոհ լինել։ Ես էլ եմ դժգոհ, հետո հիմնականում նախարար այդ դպրոցները, ինստիտուտները ինչ չեն կարողանում աշխատել շատ պարզ պատճառով։ Հիմա նախարարություններում, նույնիսկ անազգաններով էլ կարամ ասեմ, բայց թողնենք դա։ Բերվում են ուրեմն մարդիկ, որոնք հայերեն կարդալ չգիտեն, ռուսերեն բան չեմ ասում։ Այդ բազմապատման աղյուսակից իրանք բոբիկ են։ Այսինքն դեբիլների հավաքածու, որոնք որ այդ ինստիտուտում պետք է աշխատեին, առաջարկներ ներկայացնեին, կատարեին ինչ-որ ֆունկցիաներ, որոնք որ ճիշտ ու չկայացած են մեր նախարարությունները։ Հիմա ինչքան էլ որ նախարարը ենթադրենք, իմ ուզած մարդը ենթադրենք այդտեղ լինի, չի կարա աշխատի։ Ի վիճակի չի նա աշխատելու դեբիլների հավաքածուում։ Ոչ մեկից գոհ չեմ, ընդհանրապես այս գրուպայից գոհ չեմ։ Չէ, դժգոհ եմ, բոլորից հետ էլ։ Ոչ մեկից է գոհ չեմ։ Ես սպասելիքներն եմ, տեսնենք ապագայում գուցե բան ստացվի։ Իսկ նրանց գործունեությունից հա որևէ փոփոխություն դրական զգացել եք ձեր կյանքում։ Դրական տեղաշարժեր կան, իհարկե, բայց սպասելիքները ավելի շատ են։ Չեմ կարող ասել, բայց ինձ թվում է երևի վատ չի, հույսով եմ, ես։ Ոչ մեկից էլ գոհ չեմ, որտեղ ոչ լավ բան չեն անում, վատից բացի բան չեն անում։ Չեմ ճանաչում ոչ մեկի։